Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկել է Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը, հերթականը։ Ինչպես հայտնի է, այս միջոցառումը տեղի է ունենում տարին 2 անգամ, այս միջոցառման, այսպես հեղինակը ֆրանսիական դիվանագիտությունն է, ինչպես հայտնի է 22 թվականի հոկտեմբերին է Պրահայում առաջին անգամ այն տեղի ունեցել, նաև հենց այդ գագաթնաժողովին էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հասան պայմանավորվածության, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, իսկ տարածքային ամբողջականությունը ճանաչում է 91 թվականի Ալմատիի հռչակագրի դրույթների հիման վրա եւ դրանից մեկնարկեց այն խաղաղության գործընթացը, որը արձանագրեց մի շատ կարևոր շրջափուլ, դա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններն էր եւ ահա այսօր որոշ լարումից հետո, որը պայմանավորված էր Ադրբեջանի պաշտոնյաների, մասնավորապես նախագահի, նաեւ վարչապետի կողմից մեր եւ Ադրբեջանի միջև ստորագրած փաստաթղթերում չնշված տերմինաբանություն գործածելուց այսօր տեղի ունեցավ Կոպենհագենում երկկողմ հանդիպում Ադրբեջանի եւ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի եւ դատելով ուղղակի հաղորդագրությունից գործընթացը շարունակվում է։ Զուգահեռաբար Հայաստանի ազգային ժողովը քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ ընդունեց հռչակագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս խաղաղության հաստատման վերաբերյալ տեքստը հրապարակվել է ըստ էության Հայաստանի ազգային ժողովը աջակցություն է հայտնում այս գործընթացին, այս պատմական համաձայնություններին եւ քաջալերում նաեւ հասարակություններին վստահության կամուրջներ կառուցել եւ անցյալում թողնել թշնամանքը եւ նայել առաջ։ Փորձենք գնահատել քաղաքական պահը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրը տեսակապով է միացել մեր եթերին, մեր հյուրն է ազգային ժողովի падգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփի Դավոյանը, բարև ձեզ Տիկին Դավոյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ եւ ես նույնպես շատ ուրախ եմ, որ մենք ժամանակ ունենք իրար հետ զրուցելու եւ քննարկելու մի շարք հարցեր։ Շատ շնորհակալ եմ։ Տիկին Դավոյան, այս իրադարձություններին վստահ եմ դուք հետևում եք, իսկ այս իրադարձությունների մի մասին էլ ունեք անմիջական մասնակցություն, մասնավորապես այսօրվա այս ընդունված հռչակագրին, այս գործընթացին, տեքստի մշակմանն եք հավանաբար մասնակցել, չգիտեմ կպատմեք, եւ ահա այս ամենը տեղի ունենում զուգահեռաբար, հա, Կոպենհագենում հանդիպում եւ հենց այդ հանդիպման արդիվ ուրեմն հրապարակված հաղորդագրության ոգով էլ ընդունվում է հռչակագիր եւ քաջալերում այդ օգոստոսի 8-ի համաձայնությունները ձեր գնահատականը ինչ նշանակություն ունի կամ կարող է ունենալ այս ամենը այսօրվա այս պահի դրությամբ համեցեք։ Ես կարծում եմ, որ այսօրվա մեր ընդունած հայտարարությունը նաև ընդգծում է օգոստոսի հռչակագրի կարևորությունը, մեկ անգամ եւս
փաստաթղթավորված, այսպես կարելի է ասել, եւ ազգային ժողովի մակարդակով, որ ամենաբարձր մակարդակով մենք մեկ անգամ եւս մեր երկրի կողմից, մեր երկրի անունից կարևորում ենք օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայն լուծումները, որոնք որքան ուզում եմ մարդիկ փորձեն արժեզրկել, փորձել ասել, որ դա որևէ բան չի նշանակում, քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, միևնույնն է դա ընդհանրեն ինչ որ թղթի կտոր է, դա մենք ամեն կերպ ուզում ենք ընդգծել, որտեղ մենք վստահ ենք, որ մենք մեր ստորագրած փաստաթղթերում անկեղծ ենք եւ ազնիվ ենք, մեր մղումներում անկեղծ ենք եւ ազնիվ ենք եւ մենք Հայաստանի Հանրապետությանը հանել ենք այն իրավիճակից, որում եղել է տարիներ շարունակ, այդ թնջուկի մեջ պատերազմական, չզարգանալու, շրջափակման, շատ ու շատ բնորոշումներ կարող ենք տալ եւ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի ապագա, կարևորելով ներկան։ Ինքն մենք նաև այսպես ասում ենք եւ ուզում ենք ասել, ասում ենք մեր քաղաքացիներին, ասում ենք մեր գործընկերներին, որ մենք նայում ենք դեպի ապագան։ Այո, սա հստակ մեսիջ է եւ այսօրվա վարչապետի հանդիպումն էլ ես կարծում եմ կիմանանք այդ հանդիպման մանրամասների մասին, այն նույնպես վստահաբար այս օգոստոսի 8-ի շարունակությունն է լինելու եւ մեր հետագա բոլոր անելիքները վերաբերելու է օգոստոսի 8-ի ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հիմա թե մնացածները ինչեր կխոսեն, դրան իհարկե հետո կանցկացնենք, դա արդեն մենք պիտի ուղղակի անտեսենք եւ գնանք մեր օրակարգով։ Մենք ձեռք ենք բերել աննախադեպ խաղաղության հռչակագիր, մենք ձեռք ենք բերել շանս եւ մենք այդ մեր բոլոր հնարավորությունները ձեռք բերած պիտի օգտագործենք ի շահ եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Տիկին Դավոյան, իհարկե շատերը կիսում են ձեր այս թե անհատական, թե ձեր կուսակցության մոտեցումները այս հարցերի վերաբերյալ, բայց կա սեգմենտ, որն էլ հաշտ չէ դրա հետ եւ դա մենք այսպես մի զավեշտալի դրսևորմամբ տեսանք նաև այսօրվա ազգային ժողովում, երբ այս խաղաղության վերաբերյալ ազգային ժողովի հռչակագրի քննարկում էր տեղի ունենում, ձեր ինչպես դուք եք նրանց կոչում, ձեր հարգելի ընդդիմադիր գործընկերները, ընդ որում այդ 4 բառն էլ սուտ է, էլի, հա? Եվ ուրեմն ձեր հարգելի ընդդիմադիր գործընկերները խնդրեցին 20 րոպեանոց ընդմիջում տրվեց, ընդմիջումն ավարտվեց եւ նրանք գոլորշիացան։ Ես ոնց որ հասկացա, դա տեղի ունեցավ առանց որևէ բացատրության, առանց որևէ հիմնավորման, ասենք կային մարդիկ եւ չկան մարդիկ, հա, առանց որևէ այսպես լուրերի թե ինչու, ինչպես, հանուն ինչի ես չիմացա թե ինչպես, դուք չիմացաք թե ինչու, հա, մոտավորապես էս ոչի մեջ ինչ տեղի ունեցավ, ինչ են ուզում այս մարդիկ եւ ինչ չեն ուզում այս մարդիկ, համեցեք։ Ձեր սիրելի ընդդիմադիրները, այո։ Այդքան էլ բանաստեղծական չէր իրավիճակը, իհարկե մենք կարող ենք բանաստեղծորեն զավեշտի վերածել այն, որը իրականում զավեշտի եւ անլրջության այդ սահմանագծին է։ Իմ կարծիքով ուղղակի մարդիկ նախ եւ առաջ համարձակություն չունեն գալ եւ խոսել շատ ուղիղ խաղաղության դեմ, որովհետեւ իրենք ասում են սա մեր պատկերացրած խաղաղությունը չէ։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց մեր պատկերացրած խաղաղությունը սա չէ։ Մեր պատկերացրած խաղաղությունը այստեղ բազմակետեր են, որովհետեւ իրենց պատկերացրած խաղաղության մասին իրենք էլ չգիտեն, բայց կարևորը որ սա չլինի։ Հիմա նա ինչ կլինի, դրա մասին չենք խոսում։ Սա գիտեք ինչի նման է, նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի մասին է,
որ նոյեմբերի տեքստը այն ժամանակ վատն էր, իրենք ավելի լավը կուզեին, բայց քանի որ հիմա մենք ունենք Վաշինգտոն, իրանք ասում են նոյեմբերի 9-ը լավն էր։ Սենց ինչ-որ մի հատ խառը բան ասեցի, որը իրանց մասին է, մեր ընդդիմադիր, հարգելի, հարգարժան գործընկերների մասին է, ինչպես դուք եք ասում։ Եվ իրենք ճողոպրեցին ազգային ժողովի նիստերի դահլիճից, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքի առաջ դեմ չքվեարկեն խաղաղության օրակարգի վերաբերյալ հայտարարությանը։ Որովհետև եթե մի բան է դու խոսում ես, մի բան է դու կոնկրետ գործողության ես դիմում եւ հետո պետք է դրա պատասխանատվությունը ստանձնել եւ պատասխանել քաղաքացիների հարցերին, ինչու մենք, ասենք իրենք պիտի ասեն, ինչու մերժեցին խաղաղության օրակարգի վերաբերյալ հայտարարությանը։ 1. Պայման 1 սրա համար, պայման 2 նրա համար, պայման 3 նրա համար չունեն իրենք։ Իրենք համարձակություն չեն ունեցել 30 տարի խաղաղության մասին խոսելու։ Հիմա էլ համարձակություն չունեն խաղաղության, հիմա էլ չունեն համարձակություն խաղաղության մասին խոսելու, հասկանում եք։ Ես այստեղ ինչ-որ տարօրինակ բան եմ նկատում, որը անբացատրելի է։ Տիկին Դավոյան, բայց այնուամենայնիվ կարող են ներկա լինել եւ չքվեարկել։ Ուղղակի ես լոգիկան եմ ուզում։ Կարող է ներկա լինել եւ խոսել, քննադատել, ասել ես ինչ եք անում, ես ինչ եք, այն որ ամեն օր գալի խոսում են, այդ տեքստերից վերցնեին կամ նայեին այն բանը, իմպիչմենտի վերաբերյալ, անվստահության հայտնելու վերաբերյալ իրենց լսումները կարող են իհատել նային, այնտեղ ես իմ 40-30 հատ ամբովանդակ խառը ելույթ ա եղել։ Այդ ելույթներից մի երկու բան արտագրեին, գային դրանք խոսեին, էլի կարող էին։ Բայց նույնիսկ դա չեկան։ Դրա համար եմ ասում, խաղաղության մասին անգամ խոսելը այս մարդկանց մոտ ինչ որ կոմպլեքսներ է առաջացնում։ Իրենք եւ խաղաղությունը անհամատեղելի են քաղաքական դաշտում։ Իմ գնահատմամբ։ Տիկին Դավոյան, գանք մի քիչ մեր քաղաքական օրակարգերին, ի վերջո տեսեք այդ ձեր սիրելի ընդդիմադիր գործընկերները այսօր հանդիսանում են մարտի 1-ի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճռի ըստ էության գլխավոր ֆիգուրանտների կողմից առաջնորդվող խմբակները երկու։ Ըստ այդ դատավճռի իրենց իշխանության օրոք պետությունը մարդ է սպանել, այդ սպանությունները պարտակել, պատշաճ դատաքննություն չի վարել, չի համագործակցել պատշաճ ձևով մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ եւ ըստ էության անկարողություն դրսևորել 10 տարի հետագա իրենց կառավարման 10 տարիները արդարությունը վերականգնելու համար, որին հետևել են անկարողության եւս 7 տարի արդեն ձեր քաղաքական մեծամասնության կառավարման, որ Հայաստանը եւս անկարող է գտնվել այդ ամենը վերականգնելու եւ ահա մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձեր փոխարեն թե իրավաքաղաքական գնահատական է տալիս այդ ամենին, նաև ցույց տալիս մեղավորներին, անմեղներին, նաև ուրվագծում անելիքները։ Հիմա կա դատավճիռ, որը ոչ թե ասենք իմ դատողություններն են կամ իմ փորձագիտական կարծիքը կամ իմ քաղաքացիական դիրքորոշումը, այլ փաստաթուղթ է պարտադիր կատարման համար։ Ինչպես եք դուք որպես падգամավոր այդ դատավճիռը կատարելը պատկերացնում համեցեք։ Համաձայն եմ ձեզ հետ, այս փաստաթուղթը բավականին լուրջ եւ լրջագույն փաստաթուղթ է եւ ինչ որ գործողություններ պետք է ձեռնարկվի մեր կողմից, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, նաեւ գլխավոր դերակատարները այս վճռի այս պահին քաղաքական դերակատարում ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում եւ նրանց հաջորդները եւ նույնիսկ այս դերակատարներից մեկը մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ ինքը ինչ կապ ունի պետության հետ։ Էդ էլ
շատ հետաքրքիր մեջբերում եմ ուզում անել, որովհետև երբ որ մարդը նման արտահայտություն է անում, ասելով որ ինքը լինելով բարձրաստիճան պաշտոնյա եւ անմիջական մասնակցություն ունենալով այդ դեպքերին, այդպես հապշտապ միանգամից ասում է, որ ինքը կապ չունի, դա արդեն լուրջ քննարկման առիթ է։ Ես կարծում եմ, որ մենք այսօր քննարկում ենք գործընկերների հետ, որ պիտի լսումներ կազմակերպենք ազգային ժողովում, լայն հասարակության լայն շրջանակների հետ, որովհետև սա միայն քաղաքացիական պայմանագրին չի վերաբերվում, սա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության պատմության էջերից, ամենաողբերգական էջերից մեկին, նորագույն պատմության, մարտի 1-ի, եւ վերաբերվում է մեր քաղաքացիներին, մեր հասարակության շատ ու շատ շերտերին։ Դրա համար ես կարծում եմ մենք պիտի քննարկում ունենանք եւ նորից վերհանենք, հասկանանք այս պահին մենք ինչ ունենք այս վճռով եւ ուր ենք գնալու, որովհետեւ մենք ունենք թերացումներ, որոնց մասին մենք գիտենք, ես հիմա չեմ ուզում քննարկել մեր թերացումները, որովհետեւ դա այլ խոսակցություն է եւ բավականին երկար խոսակցություն կարող է դառնալ, բայց կարծում եմ, որ այդ լսումներին պետք է հրավիրել շատ ու շատ եւ տեղեկացված մարդկանց, մասնակիցների, իրավաբանների, փաստաբանների, քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հասկանալու համար, թե մենք ինչ է մեզ ասում այս վճիռը եւ ուր է մեզ տանում այս վճիռը։ Դա իմ կարծիքն է եւ կարծում եմ, որ շուտով մենք մի նման նորություն կհայտնենք։ Այս բանին դեռևս քննարկումների փուլում է։ Տիկին Դավոյան, տեսեք, այստեղ նաեւ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք այս հարցերը մի ժամանակահատվածում, որը հաջորդում է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին իրենց հայտնի արդյունքներով, իսկ արդյունքը ոչ թե հաղթանակն էր, այլ նոկաուտով հաղթանակը, հա, որը տարան ժողովրդավարական եւ եվրոպական ուժերը, Մայա Սանդուն իր կուսակցությունը, ընդ որում դա տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից տարվող այսպես անողոք հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ տերորիստներ էին Սերբիայում նախապատրաստված, գերոհայիններ ուղարկվել այնտեղ 74 հոգի ձերբակալվեց, կեղտոտ փողերի խողովակներ, որոնք փակվեցին իշխանության կողմից պատշաճ օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Մինչ այդ մի քանի այդպես խուլիգան կուսակցություններ էին փակվել, այսպես կոչված լրատվամիջոցներ եւ այլն։ Հիմա պարստրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը Մոլդովան դնելու է արդեն այսպես ընթացիկ ռեժիմի մեջ եւ իր ողջ ուժերը մոբիլիզացնելու է հայկական ուղղությամբ, մանավանդ մենք մամուլից ինչ որ տեղեկություններ ենք կարդում, չհաստատված եւ չհերքված, որ Տավարիշ Կիրիենկոյի մոտ այսպես բանագնացներ են, այսպես դռան դեմը չոքած, հա, հերթ կանգնած։ Այո, այս համատեքստում դուք ինչպես եք տեսնում դեպքերի հետագա հնարավոր ընթացքը եւ նաեւ իրավիճակը կառավարելի պահելու առումով մեր պետության անելիքները այս իմաստով համեցեք։ Մեր նախորդ խոսակցության ժամանակ, եթե դուք հիշում եք, մենք խոսել ենք Մոլդովայի ընտրություններից առաջ։ Այո։ Եվ քննարկել ենք նաեւ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն եւ արդյոք ժողովրդավարությունը կհաղթի Մոլդովայում, որովհետեւ տեղի է ունենում հայտարարակ իրավիճակ է տեղի ունենում եւ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով կոնկրետ ուժեր պայքարում են ժողովրդավարության դեմ։ Եվ ինչ տեղի ունեցավ, արդյունքը բավականին տպավորիչ էր եւ ժողովրդավարությունը հաղթեց։ Այո։ Այսինքն այն բոլոր գործիքակազմը, որը գործի էր դրվել
տարբեր կենտրոնների կողմից կամ մեկ կենտրոնի կողմից կառավարվող տարբեր ուժեր, մեկ կենտրոնի կողմից կառավարվող ուժեր, որոնք գործի էին դրել, ուղղակի հաջողություն չունեցան, որովհետև ես կարծում եմ, որ երբեմն ժողովրդավարության հաղթանակը անշրջելի է լինում եւ հետագայում նորից ցանկանալ, որպիսի հետ վերադարձնել հին վարքերը, հենց Մոլդովայի օրինակով կարող ենք ասել, հետո հաջորդիվ կանդիդատանանք մեզ, երբեմն չէ, հիմնականում անհնարին է դառնում։ Հիմա նույն կարծում եմ նմանատիպ կամ նույն գործելավոճ մեզ մոտ կորդեգրվի եւ ես էլ կարդացի այսօր, որ ինչ որ բանագնացներ են գնացել չհաստատված տեղեկություններով իհարկե, սակայն այնպես չի, որ այդպիսի տեղեկությունները այնքան անհավանական են, որ կարող են չհաստատվել, կարող են եւ հաստատվել, եւ այստեղ էլ գործի կդրվեն շատ ու շատ տարբեր գործիքակազմեր, որպիսի ժողովրդավարության հաղթանակը կասկածի տակ դրվի, բայց ես կարծում եմ նախ իրականում մենք պիտի շատ ուշադիր լինենք, մենք ասելով պետական համակարգի տարբեր մարմիններ շատ ուշադիր պիտի լինեն, որպիսի որևէ բան չստվերվի եւ ընտրությունների նախորդող ամիսները հանգիստ անցնեն եւ վստահաբար հիմա տեղի են ունենալու տարբեր տրանսֆորմացիաներ, տարբեր կուսակցություններ պիտի բացվեն, ես իմացա, որ շուտով նոյեմբերին ինչ որ նոր կուսակցության շնորհանդես պիտի լինի, համաժողով պիտի լինի, մեր ձևով այդ Սամվել Կարապետյանի խմբին պատկանող, այսինքն իմ կարծիքով տարբեր կուսակցությունների տեսքով հաստատ հանդես կգան նոր եւ կփորձեն գրավիչ առաջարկներով իրենց կողմը ներգրավել քաղաքացիներին եւ կլինեն նաեւ այլ բավականին անախոս գործիքակազմեր։ Մենք ամեն ինչ լավ հասկանում ենք եւ գիտենք ինչ են ընդունակ այդ մարդիկ։ Բայց բոլորս պիտի պատրաստ լինենք, պետական բոլոր կառույցները պիտի պատրաստ լինեն հիբրիդային հարձակումները կանխելու համար։ Ոչ թե հետո հիբրիդային հարձակումների հետևանքները ուղղելու համար, այլ կանխելու համար, որովհետև առաջին հերթին մեզ համար կարևորը կանխարգելումն է, որպեսզի ցնցումներից փրկենք այն ամենը, ինչ ստեղծել ենք վերջին 7 տարիների ընթացքում։ Իսկ թե ինչ է տեղի կունենան, իմ կարծում եմ մեր եւ ձեր երևակայությունը հերիքի հաստատ, որ պատկերացնենք, թե այս մարդիկ ինչի են ընդունակ։ Տեգին Դավոյան, նաեւ այստեղ կարևոր է հետեւյալը, ինչի մասին նաեւ Հայաստանի վարչապետը օրինակ իր ելույթում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոսեց այն մասին, որ դե խոսեց եւ հիբրիդային պատերազմից, նա խոսում էր դիագնոզի մասին, բուժման մասին, հա։ Հիմա տեսեք մենք ինչ է կարծում, մեզ հայտնի է դիագնոզը այդ հիվանդության, որ ուզում են բերեն կապեն մեր գլխին, որպեսզի ճիշտ բուժման պլան ունենանք եւ այդ պլանը իրականացնենք որպես պետություն։ Դուք վստահ եք, որ այդ դիագնոզը մենք ունենք, թե այն դեռ ճշգրտման կարիք ունի, համեցեք։ Եթե մի քիչ բժշկորեն խոսենք, իհարկե եւ ես եւ դուք բժշկությունից շատ հեռու ենք, Ես չէ, ես նախկին բժիշկ եմ։ Հա, ներողություն, ուրեմն դուք շատ լավ կասեք, հիվանդությունները զարգանալու կարողություն ունեն, չէ՞։ Այո, խորանալու, հիվանդություն խորանալու, զարգանալու, հետո երբեմն նոր հիվանդություններ են, չէ՞, հայտնվում, որոնք նախկինում չէին եղել։ Ահա, դուք արդեն այդտեղ ես կարող եմ ենթադրություն անել, դուք կարող եք ինձ ուղղել։ Հետևաբար պիտի անընդհատ շատ ճկուն լինել, որպեսզի ճիշտ ախտորոշել թե ինչ հիվանդություններ են եւ հիվանդությունները ինչ պրոգրեսիայով են զարգանում։ Դրա համար պետք է նորից վերադառնամ այն մտքից, որ համապատասխան կառույցներ Հայաստանի Հանրապետության պետական համակարգի պիտի շատ ճիշտ եւ դիպուկ կարողանան աշխատել, որպեսզի այդ
ախտորոշումները ընդհանրապես ախտորոշվեն եւ մնան հենց այդպես չզարգանան եւ ախտորոշման փուլում նրանք այլևս դադարեն գոյություն ունենալուց։ Մենք շատ անելիք ունենք իրականում, իմ կարծիքով։ Եվ կարծում եմ, որ շատ մարտահրավերներ դեռևս առջևում են, որովհետև դեռևս հոկտեմբեր ամիսն է 2025 թվականի եւ բոլորը հիմա ինտենսիվ աշխատում են, որպեսզի տարբեր դիագնոզներով հանդես գան մոտակա ամիսների ընթացքում։ Ես այդպես եմ կարծում։ Պիտի պատրաստ լինենք ցանկացած։ Այո։ Շրջադարձ։ Այսինքն ինչպես բժիշկներն են ասում, դինամիկ հսկողությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա։ Այդ դուք ինձ ուղեք բժշկ, այո, բժշկի խոսքերով, որ ճիշտ լինի, որովհետև դուք դիագնոզից խոսեցիք եւ դուք էլ պիտի ինձ ճիշտ ուղեք այդ պարագային։ Շնորհակալ եմ։ Տիկին Դավոյան, եւ ամփոփենք հետեւյալով։ Տեսեք, շատ դեպքերում դիագնոզը քաղաքական հարթության վրա դրվել է այս տարիների ընթացքում, սակայն պետության հետ, պետության մոտ աշխատող իրավաբանական, այսպես ասենք, համքարությունը չի կարողացել կամ չի ցանկացել այդ գաղափարներին իրավաբանական ձևակերպում տալ եւ դնել այսպես իրավական ռելսերի վրա այդ անելիքը բացատրել են ձեզ թե ինչու դա հնարավոր չի իհարկե հասկանալով թե որտեղից է սերում մեր իրավաբանությունը եւ ցավոք սրտի այդ իներցիան չի հաղթահարվում հա դեռ սովետից են Վիշինսկիից եկած իրավաբանությունն է Գագիկ Ղազինյանի իրավաբանությունը Աղվան Հովսեփյանի իրավաբանությունն իր պաչած դռներով եւ դեռ չմաքրված այնտեղից մենք ունենք այսպես որոշակի խզում եւ դա գոնե ինձ համար ակնհայտ է հասկանալի է որ սա այլևս անհանդուրժելի է եւ պետք են ոչ ստանդարտ լուծումներ որոնք համարժեք կլինեն այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր պետության առաջ։ Այստեղ դուք ինչ անելիքներ եք տեսնում դատախազության հետ կապված, թե արդարադատության նախարարության հետ կապված, մեր իրավապահ մարմինների հետ կապված, համեցեք։ Անելիքներ միշտ էլ կան, որովհետև անընդհատ տարբեր մարտահրավերների առաջ ենք կանգնում, մենք բոլորս հասարակությունը, քաղաքական գործիչները, քաղաքականությունը, ամեն ոլորտներում եւ այո, ձեր նշած կառույցները, ես իդուր չասեցի, որ շատ աշխատանք ունեն կատարելու եւ տարբեր մարտահրավերներ հաղթահարելու համար, այո, շատ աշխատանք ունեն կատարելու, որովհետեւ տարբեր առիթներով եւ տարբեր իրավիճակներում մենք քննադատում ենք մեր գործընկերներին, որովհետեւ երբեմն ինչպես նախորդիվ ասացի, կանխարգելիչ գործողություններ կամ գործունեություն չի կատարվում եւ մենք նորից արդեն հետևանքների հետևից ենք վազում, թե ինչու այսպես եղավ։ Մենք անընդհատ մենք պիտի հասկանանք, որ հետևանքները ավելի դժվար է վերացնել, քան կանխարգելելը եւ կանխարգելելու հետ կապված մենք խնդիր ունենք եւ շատ ու շատ խնդիրներ ունենք, որոնք պիտի կանխարգելվի, քանի որ մենք հիմնականում քաղաքական սուր իրավիճակների մասին ենք խոսում եւ հենց այդտեղ մենք շատ ու շատ անելիքներ ունենք։ Եվ շատ ու շատ գործեր կան, որոնք մենք մարտի 1-ից ենք խոսում, պարոն Մերաբյան, մենք կարող ենք խոսել նաեւ նոյեմբերի 9-ին կառավարության եւ ազգային ժողովի նախագահի վրա տեղի ունեցած հարձակումներից դրանց մասին էլ մենք առանձնապես խոսելու բան չունենք եւ այդտեղ էլ է ցավ։ Հասկանում եք եւ նմանատիպ շատ ու շատ իրավիճակներ կան, որոնց հետ կապված հանգուցալուծում դեռևս չկա եւ այդ հանգուցալուծման եւ քաղաքացին հարց է տալիս դու չեմ ինչ պատասխանել։ Եվ նորից չգիտեմ տեղիները չէ այս որպես վերջաբան մենք երբ անդրադառնում ենք արդարադատությանը, ուշացած արդարադատությունը էլ արդարադատության հետ կապ չունի։ Հետևաբար ձեր նշած բոլոր մեր գործընկերները շատ ու շատ անելիքներ ունեն, առավել եւս այս պահին, երբ մենք ունենք քաղաքական մի իրավիճակ,
Երբ մի խումբ մարդիկ չեն ուզում Հայաստանի Հանրապետությանը տեսնել ժողովրդավար, չեն ուզում Հայաստանի Հանրապետությանը տեսնել խաղաղ երկիր, խաղաղ համակեցության մեջ իր գործընկեր եւ հարևան պետությունների հետ եւ անընդհատ ինչ-որ process-ներ են հրահրում։ Եվ այդտեղ ձեր նշած բոլոր կառույցները վստահաբար շատ ու շատ անելիքներ ունեն։ Ես ուզում եմ որպես վերջաբան ընդհանրապես ավելացնել, որ ուղղակի այստեղ կոնկրետ քաղաքականություն է տարվում, անընդհատ սարկազմով վերաբերվել խաղաղություն ուզող մարդկանց, խաղաղության ջատագովներին եւ նրանց անվանարկել որպես ոչ հայրենասերներ։ Եւ այս ամբողջ փաթեթավորումը ստեղծում է այն իրավիճակը, որում մենք այսօր գործում ենք։ Տիկին Դաբոյան, ուղղակի հավելում եմ, դուք ասում եք, որ պետք է արվի հիմա այն ոսկե ցլիկի նման, բայց կանեն այսպես։ Դե կարծում եմ մեզնից էլ է շատ բան կախված, բայց կանենը որտեղ մենք շատ հետևողական պիտի լինենք, շատ պահանջատեր եւ քննադատաբար մոտենանք մեր գործընկերներին, այո, որովհետեւ գուցե նաեւ մեր բաց թողումն է շատ տեղերում, որովհետեւ շատ ու շատ հարցերում երևի պիտի ավելի խիստ մոտեցում ունենալ եւ շատ ավելի հետևողական լինել։ Շատ շնորհակալ եմ։ Մենք գործում ենք մեր երկրի եւ պետականության հետ։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ ամենայն բարիք, մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ առաջիկայում եւս կդիմենք ձեզ մեկնաբանությունների համար, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ես սիրով կսպասեմ։ Շնորհակալ եմ։ Հաճելի։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփի Դավոյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված այսօր Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման, ազգային ժողովի կողմից հենց նույն այս օրը Հայաստան-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ ընդունած այս հռչակագրի եւ մի շարք ներքաղաքական զարգացումների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։